Շնորհակալություն, նախ ողջունում եմ մեր այս կարևոր գիտաժողովի բոլոր մասնակիցներին եւ ցանկանում եմ իմ համերաշխությունը հայտնել այն արտահայտած դիրքորոշումներին, որ լսեցինք պարոն Սաֆրասյանի, Տիկին Ալավերդյանի եւ անշուշտ նաեւ պարոն Մուրադյանի խոսքում։ Նշեմ, որ տառացիորեն մի քանի օր առաջ այդ մտահոգություններով տարված ապրիլի 22-ին 23-ին Պատմության ինստիտուտի մեր բաժնի նախաձեռնությամբ ինստիտուտի նիստերի դահլիճում անցկացվեց միջազգային գիտաժողով, որը նվիրված էր ոչ այնքան 110-րդ տարելիցին, այլ մենք մի նոր շեշտադրում էինք կատարել, որպես հիմք վերցնելով 1965 թվականը համազգային համաժողովրդական պոռթկումը, այդ ազգային այսպես զարթոնքը, որ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին եւ ոչ միայն խորհրդային Հայաստանում, այլև Սփյուռքի մեր համայնքներում սկսեց մի գործընթաց, որը բերեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի մի նոր փուլի խորհրդարանական մակարդակով ճանաչումների, դատապարտումների եւ նաեւ ուրեմն միջազգային, միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կայացված համապատասխան որոշումների։ Այսինքն այս նոր փուլը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման մեր խորին համոզմամբ մեր ժողովրդի պոռթկման այդ ազգային զարթոնքի արդյունք էր եւ հետևանք եւ դրա մեջ մեր դերը իսկապես անուրանալի։ Այսինքն անկախ այն հանգամանքից, թե որևէ պետություն ինչ շարժառիթներով, նպատակներով է ճանաչում եւ դատապարտում մեր ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունը, անշուշտ այդ թեմատիկան այսպես թեժ պահելով մեր համայնքային կառույցների միջոցով, այդ երկրների օրակարգում մենք ստիպել ենք, որ այդ որոշումները կայացվեն եւ այդտեղ իսկապես հսկայական է Սփյուռքի մեր համայնքների դերակատարումը։ Ինչ վերաբերում է հայոց ցեղասպանության թեմայի մատուցմանը, հրամցմանը, մատաղ սերնդին, այստեղ հնչած տեսակետների հետ ես համաձայն եմ եւ կարծում եմ, որ վաղուց արդեն անցել են ժամանակները, այսպես լացուկոցի մակարդակով այդ թեման ներկայացնելու, որովհետեւ այլևս մենք մեր սերունդներին չպետք է այդ խեղճուկրակ կամ զարկված վիճակում, ասենք, թողնենք, պետք է այլ կերպ, բացարձակապես այլ կերպ ներկայացվի այդ թեմատիկան, այսինքն շեշտադրումը իսկապես պետք է կատարվի դիմադրության վրա, այսինքն որ անգամ այդ մահվան քարավաններում մարդիկ դատապարտված լինելով կործանման, ոչնչացման, ցույց են տվել դիմադրություն, շեշտադրումը պետք է դրվի մեր փառահեղ ինքնապաշտպանական մարտերի վրա, որտեղ անհավասար մարտի բռնվելով մի քանի անգամ գերազանցող թշնամու ուժերի հետ, ուրեմն երկու ինքնապաշտպանական մարտերում ակնհայտ մենք հաղթանակ ենք տարել, խոսքը Վանի ինքնապաշտպանության եւ Մուսա Լեռան ինքնապաշտպանական մարտերի մասին է, որոնք ավարտվել են մեր հաջողությամբ, այսինքն թուրքական, քրդական այդ տարբեր ստորաբաժանումներին չի հաջողվել իրենց նպատակին հասնել եւ բնաջնջել Վանում, ասենք, հավաքված հայության հատվածը եւ նաեւ Սուեդիայի հայությունը, ինչպես գիտենք, 4200 մարդ մոտավորապես ֆրանսիական նավերով ի վերջո փրկվեց եւ տեղափոխվեց ուրեմն Պորտսայիդ, բայց եթե այդ դիմադրությունը չլիներ այնքան ժամանակ մինչեւ այդ նավերը չմոտենային Կիլիկիայի ափին, մինչեւ Վանի ինքնապաշտպանությունը 1 ամիս չտևեր, մինչեւ ի վերջո ճիշտ նշեց պարոն Մուրադյանը, մեր ինքնապաշտպանական ջոկատները, Անդրանիկի Խեչոյի ջոկատները, որ առաջինը մտան Վան, դրանցից հետո միայն ռուսական Կովկասյան բանակի ստորաբաժանումները գեներալ Նիկոլաևի գլխավորությամբ, նրանք չէին փրկվի, այսինքն այստեղ փրկության հիմնական ուրեմն մեծ մասը պատկանում է մեր դիմադրական ինքնապաշտպանական մարտերին։ Նույնը վերաբերում է կամավորական ջոկատների ուրեմն ահռելի աշխատանքին, ահռելի անձնվեր մարտնչելու այդ պատրաստակամությանը, որոնք իրենց անձնազոհությամբ պայմաններ են ստեղծում, որ հայ գաղթականները կարողանային հեռանալ այդ տարածքներից, այսինքն
կովկասյան ռուսական բանակի կայծակնային հարձակումներն ու նահանջները, որոնք երբեմն բացարձակ հաշվի չէին նստում, թե բնակչությունը կհասցնի, թե ոչ հեռանալ, հիմնականում նահանջը կազմակերպելու հարցում մեր գաղթականության այստեղ գլխավոր դերը պատկանել է մեր կամավորական ջոկատներին։ Ուրեմն ես շատ եմ կարևորում իսկապես այս պրոբլեմի դասավանդումը մեր դպրոցներում, թե որքան ճիշտ է ներկայացվում դա երեխաներին, մեր մատաղ սերնդին, եւ հաշվի առնելով, որ Յարոսլավլի նաեւ մեր դպրոցը հայկական երկորյա պարոն Արուստամյանի գլխավորած նաեւ տեսանք, որ մասնակցում են եւ ուսուցիչներ եւ աշակերտներ, մի քանի շեշտադրում հարկ եմ համարում այստեղ կարևոր նշել, թե ինչպես նաեւ պետք է անդրադառնալ այս թեմատիկային։ Ուրեմն, տեսեք, նախ քարոզչական առումով մի կարևոր խնդիր կա, մենք միշտ մի մեծ, այսպես սխալ ենք թույլ տալիս, երբ որ ասում ենք, որ Թուրքիան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը կամ մենք պայքարում ենք, որ Թուրքիան ճանաչի։ Հարգելի գործընկերներ, իրականում պատմական փաստերը ճիշտ հակառակի մասին են վկայում։ Բանն այն է, որ 1918 թվականին, երբ որ արդեն առաջին աշխարհամարտը ավարտվեց, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Մուդրոսի զինադադարի ստորագրելուց հետո, երբ որ Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը առաջին աշխարհամարտում, Օսմանյան խորհրդանում սկսեցին քննարկումներ, լսումներ, որտեղ մեր падգամավորները Մաթեւոս Նալբանդյան, Արտին Բոշկեզենյան, ուրեմն մյուսները բարձրացնում էին այս խնդիրը, որ ուրեմն 100,000 հազարավոր միլիոնից ավել հայ բնակչություն է կոտորվել եւ իշխանությունները պետք է իրենց դիրքորոշումն արտահայտեն այս հարցում։ Եվ միավորվելով հույն падգամավորների հետ, նաեւ արաբ падգամավորների հետ, ճնշումը Օսմանյան խորհրդանում այնքան մեծացավ, որ Օսմանյան պարլամենտը ստիպված որոշում կայացրեց չեղարկելու տեղահանության մասին, ուրեմն մայիսի 30-ի տխրարչակ օրենքը, որը իրավական հիմք դարձավ զանգվածային տեղահանության եւ օրինականացնում էր ճակերտներում հայերի բնաջնջման գործընթաց։ Այսինքն այս որոշման չեղարկումը տեղի է ունեցել որպես ճանաչում այդ հանցագործությունների, այդ սխալ քաղաքականության։ Ավելին ասեմ, ուրեմն երբ որ նոր թուրքական կառավարության վստահության քվեն էր դրված, որ պարլամենտը պետք է հավանություն տար, որ նրանք ստանձնեին իրենց պաշտոնները, հիմնական հարցը հետեւյալն էր, որ մինչև դիրքորոշում չարտահայտեք, մենք հասկանանք, թե դուք ինչպես եք վերաբերում երիտթուրքերի կառավարության որոշմանը, մենք ձեզ վստահության քվե չենք տա։ Եվ առաջին անգամ վստահության քվե չստացան, մինչև որ ի վերջո ստիպված եղան խոստովանել, որ այո, եղել են կոտորածներ, զանգվածային բնաջնջում եւ այլ եւ այլ։ Եվ ի վերջո 5-րդ հանձնաժողովը ստեղծվեց Մասարի գլխավորությամբ, որտեղ Սաիդ Հալիմ Փաշայից, որ նախկին մեծ վեզիրն էր, բոլորը սկսեցին ուրեմն ցուցմունք տալ, թե ինչ է տեղի ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ բնակչության։ Այս բոլոր փաստաթղթերը, այս բոլոր վկայությունները հետագայում փոխանցվեցին 18 թվականի դեկտեմբերին, ուրեմն Սուլթանի հրամանագրով ստեղծված ռազմական թուրքական տրիբունալներ։ Ինչպես գիտենք, այդ տրիբունալներում են ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները, Թալիաթ Էնվերը, Ջեմալը, դոկտոր ուրեմն Բեհայդին Շաքիրը, Ջեմալ Ազմին, մյուսները հերրակակարգով դատապարտվել են մահվան։ Այսինքն մենք պետք է խոսենք հետևյալ խոսույթով, որ Օսմանյան կայսրության օրենսդիր եւ դատական մարմինները անկախ ցեղասպանություն եզրույթի արկայությունից ընդունել են հայերի ցեղասպանության փաստը։ Եվ այսօր մենք պետք է խոսենք Թուրքիայի կողմից այդ փաստը վերահաստատելու անպատրաստության մասին։ Սա տեղեկատվական քարոզչական պատերազմի ուրեմն ճշգրիտ դրսևորում է, երբ որ դու ոչ թե ասենք փորձում ես ինքնաարդարացման հանդես գալ, այլ հակառակը դիմացինին ներկայացնել հստակ մեղադրանք, որ 18-19 թվականներին ձեր օրենսդիր ու դատական իշխանությունները ճանաչել են հայերի ցեղասպանության փաստը, հիմա դուք հրաժարվում եք դա վերահաստատել, որպեսզի թուրքական կողմը սկսի արդեն ինքը արդարանալ, թե ինչու են 18-19 թվականին այդ ճանաչումները
տեղի ունեցել եւ ինչու են այսօր իրենք պաշտոնապես շղթում հայոց ցեղասպանություն։ Իդեպ սրա հետ կապված շատ կարևոր խնդիր է նաեւ արդարադատության իրականացման հարցը, որ կարծում եմ մեր մտաղ սերնդին, մեր աշակերտներին չափազանց կարևոր է դասավանդել, ներկայացնել, որպեսզի այդ թերարժեքության, իսկապես այդ զոհի բարտույտը մեզնից վերացնենք, որ իսկապես մեր ժողովուրդը ծնել է, տվել է այնպիսի զավակներ, որոնք իրենց վրա վերցրեցին արդարադատություն իրականացնելու սուրբ գործը։ Խոսքը Նեմեսիս գործողության մասին է, խոսքը մեր ժողովրդի այն զավակների մասին է, ովքեր իրենց վրա վերցրեցին թուրքական տրիբունալների կողմից կայացված վճիռներ ի կատար ածելու գործը։ Երբ որ այս վճիռները կայացվեցին, կարճ ժամանակում պարզ դարձավ, որ թուրքական իշխանությունները բացարձակապես չեն պատրաստվում էքստրադիցիայի ուրեմն ենթարկել, այսինքն վերադարձնել Օսմանյան կայսրություն երիտթուրք պարագլուխներին, որոնց նկատմամբ հերրակա կարգով մահվան վճիռներ են կայացվել, եւ ինչպես ականատեսները նշում էին, մտադրություն չկար անգամ կյանքի կոչել այդ մահվան վճիռները։ Այսինքն նախապես թույլ էին տվել, որ նրանք փախնեն երկրից, նոր ուրեմն հերրակա կարգով այդ վճիռները փաստորեն կայացվել են։ Եվ այս առումով, երբ որ մենք խոսում ենք վրիժառության մասին, որ վրեժ է լուծվել, մենք ըստ էության սխալ եզրութաբանություն ենք օգտագործում։ Խոսքը ոչ թե վրիժառության մասին պետք է լինի, այլ թուրքական դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռները ի կատար ածելու մասին մենք պետք է խոսենք, որովհետև այս մարդիկ խուսափել էին արդարադատությունից, փախել էին երկրից, այլ երկրներում հանդես էին գալիս կեղծ անուններով եւ կեղծ փաստաթղթերով, եւ մեր տղաները Սողոմոն Թեյլերյանը, ասենք, Արամ Երկանյանը, ուրեմն Արշավի Շիրակյանը, մյուսները ընդամենը ինչ են արել, հայտնաբերել են հանցագործներին եւ ի կատար են ածել հենց թուրքական դատարանների կողմից կայացված արդարացի վճիռները։ Եվ պատահական չի, որ Սողոմոն Թեյլերյանի դատավարության ժամանակ, երբ որ փաստաբանները գերմանացի վարձակալված Գորդոնը, Նիմայերը, Վերթաուերը փորձում էին ապացուցել Սողոմոն Թեյլերյանի անմեղությունը, իսկ բոլոր փաստերը, ապացույցները նրա դեմ էին։ Հարգելիներս, ուրեմն ատրճանակը ուրեմն իրենն էր, մատնահետքերը Թեյլերյանինն էր։ Բազմաթիվ մարդիկ տեսել էին ինչպես է նա գնդակահարում Թալյաթին։ Ուրեմն ինքը անգամ չէր խուսափում խոստովանել, որ այո, ես եմ սպանել Թալյաթին։ Բայց ինչպես կարողացան նրան դատարանի դահլիճից անմեղ ճանաչելով դուրս բերել, որպես ուրեմն հանցանք չկատարած մարդ, մինչդեռ նորից եմ կրկնում, բոլոր ապացույցները իր դեմ էին։ Ապացուցվեց շատ պարզ հանգամանք, որ սպանվողը սովորական մարդ չէ, սպանվողը հայերի զանգվածային բնաջնջումը կազմակերպողն է, որի նկատմամբ իր իսկ պետության դատարանի կողմից կայացվել է մահվան վճիռ եւ մտել է օրինական ուժի մեջ, ինքը խուսափել է արդարադատությունից, կեղծ փաստաթղթերով գտնվել է բեռլինում, հիմա Թեյլերյանը ըստ էության ի կատար է ածել այդ վճիռը։ Եվ այս արգումենտները, այս փաստարկները գործուն ազդեցություն ունեցան երդվյալ ատենակալների վրա, որոնք պատասխանելով հարցին արդյոք մեղավոր է թե ոչ, պատասխանեցին ոչ, անմեղ է, որովհետև նա ի կատար է ածել թուրքական ռազմական տրիբունալների վճիռները, եւ սա շատ կարևոր հանգամանք է։ Այսինքն այս գերմանական դատարանի վճռով մենք կարող ենք ուրեմն հետեւյալ եզրակացություն անել, որ գերմանական դատարանը հիմք ընդունեց Օսմանյան կայսրության ռազմական տրիբունալի վճիռը եւ դրա հիման վրա արդարացրեց Սողոմոն Թեյլերյանին, իսկ այս դատավարությանը հետևում էին ամբողջ աշխարհում։ Եվ թուրքերն էին սպասում, որտեղ սա կարևոր բարոյական, քաղաքական, իրավական գործընթաց էր եւ սրանից շատ բաներ կախված, թե ինչ որ ձևով հայ ժողովուրդը իր մխիթարությունը կգտնի, թե ոչ այս ահռելի անչափ ոճրագործության, հանցագործության ուրեմն տեսակետից։ Ինչպես գիտենք, զուգահեռաբար Նեմեսիս ծրագրի շրջանակներում 41 հոգանոց ցուցակից հաջորդաբար վնասազերծվեցին Ֆաթալի Խան Խոյսկին, որը ուրեմն
Ադրբեջանի այսպես վարչապետներ, Բեհբուդ խան Ջիվանշիրը, որը Ադրբեջանի թալյատներ, ներքին գործերի նախարար, բացի դա Կասիմ Բեկովը, ռազմական նախարար Ադրբեջանի, Աղաևը, խորհրդանի նախագահ, Արամ Երկանյանը, իդեպ ասեմ, որ մասնագիտացել էր հենց ադրբեջանական այս վերնախավի, այս կովկասյան թաթարներին վնասազերծելու հարցում, Սայիդ Հալիմ Փաշան, Ջեմալ Ազմին, որ տրապիզոնի դահիճն էր հայ մանուկներին ուրեմն Սև ծովում խեղդամահանողը, Բեհայդին Շաքիրը, որ ուրեմն հատուկ կազմակերպության գլխավոր դեմքերից էր, Ջեմալ Փաշան, որին ուրեմն խոտորջուցի երիտասարդները Թուրքիայում վնասազերծեցին, եւ Էնվեր Փաշան էլ ուրեմն Միջին Ասիային այդ բազմաչական շարժմանը օժանդակելիս էլի ուրեմն Մելքումը Վիջոկատը կարողացավ վնասազերծել։ Խոսքս ուզում եմ ավարտել մի շատ կարևոր հանգամանքով։ Նեմեսիս օպերացիան, որի գլխավոր թիրախը հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուներն էին, որքան էլ կարող է առաջին հայացքից այսպես հետարքիր եւ տարակուսելի թվալ, սկսվեց հայ դավաճաների վնասազերծումով։ Նախքան այս գլխավոր պատասխանատուներին անցնելուն, ուրեմն մեր տղաները, մեր հայ ասպետները արդարադատության, եւ մենք այդպես ենք իրենց որակում, հարկ համարեցին նախ մաքրել ինքներս մեր շարքերը, որովհետեւ դժբախտաբար մեզանում կային մարդիկ, որոնք սեփական կաշին փրկելու համար ծառայություններ մատուցեցին թուրքական իշխանություններին եւ իրենց ծառայությունները մատուցեցին ուրեմն Կոստանդնուպոլսում մեր մտավորականության ձերբակալման հարցում։ Դրանցից մեկը Հարություն Մկրտչյանն էր, որը 250 հայ մտավորականների ցուցակը կազմելու անմիջական մասնակիցներից մեկն է։ Այսինքն օգնել է թուրքական ժանդարմերիային կազմել այս ցուցակը, տվել է անուններ, թե ովքեր պետք է ուրեմն ձերբակալվեն եւ աքսորվեն Կոստանդնուպոլսից։ Ես պետք է նշեմ, որ մինչև Թալյաթի նկատմամբ արդարադատություն իրականացնելը Սողոմոն Թեյլերյանը ուրեմն վնասազերծեց Կոստանդնուպոլսում հենց այս անձնավորության Հարություն Մկրտչյանին, որը տնից դուրս չէր գալիս, որը գիտեր, որ հայերը պետք է իրենից վրեժ լուծեն, բայց մի խնջույքի ժամանակ, երբ որ գավաթը ձեռքին թուրք այսպես իր շրջապատի մոտ կենաց էր բարձրացնում, Թեյլերյանը ուրեմն հենց պատուհանից գնդակահարեց նրան, բաժակը ձեռքին, կենացը չավարտված, ինքը ուրեմն այսպես ընկավ հատակին։ Մեկ այլ հայ դավաճան Վահե Իսան կամ Վահե Եսայան անունով մեկը, որը ի տարբերություն Հարություն Մկրտչյանի ոչ թե ցուցակ կազմելուն էր օգնել, այլ ժանդարմերին ցույց էր տալիս հայ մտավորականների տների տեղերը, ինքը անձամբ մասնակցել է ոմանց ձերբակալություններին, ինքը մասնակցել է այդ տներում անցկացված խուզարկություններին եւ նա նույնպես գիտեր, որ պատերազմից հետո անպայման պետք է արժանի իր այսպես վրեժխնդրության։ Այս վրեժխնդրությունն էլ իրականացվել է մեր ուրեմն անվանի գործիչ Արշավի Շիրակյանի կողմից, այսինքն մինչև ուրեմն Ջեմալ Ազմին, Սայիդ Հալիմին եւ Բեհայդին Շաքիրին վնասազերծելուն Արշավի Շիրակյանը ուրեմն շարքից հանել է այս անձնավորությունը, որը ինչպես նշեցի, իր դերն է ունեցել մեր մտավորականության ձերբակալման եւ աքսորի մեջ։ Սրանք շատ կարևոր խնդիրներ են, որ ես կարծում եմ մեր մտաղ սերնդին պետք է դասավանդվի, պետք է ներկայացվի, որպեսզի հասկանանք, որ մենք միայն զարկված եւ զոհաբերված ազգ չենք, մենք արժանապատիվ ազգ ենք, որովհետեւ մեր զավակները կարողացել են գոնե այս մխիթարությունը պատճառել մեզ, եւ սա մեր իսկապես հերոսական պատմության դրվագներն են, էջերն են։ Կարծում եմ, որ հայոց ցեղասպանության թեմայի դասավանդումը մտաղ սերնդի շրջանում պետք է խարսխվի, ինչպես արդեն նշեցի, մեր ինքնապաշտպանական մարտերի, մեր կամավորական ջոկատների գործած սխրանքների, Նեմեսիս գործողության, որովհետև այս կտրվածքով իսկապես մենք այդ զոհի բարդույթից կկարողանանք խուսափել
եւ մեր ժողովրդի, մեր հաջորդ սերունդների մոտ իսկապես այդ արժանապատվության, այդ պատվախնդրության կարևոր դրվագները, կարևոր շեշտադրումները ամրագրենք։ Շնորհակալություն ուշադրության համար։